Իշխանն ու երեք եղբայրները։ Աբխազական հեքիաթ։ Լինում են չեն լինում, երեք եղբայր են լինում։ Նրանք ապրում են ծանր կարիքի մեջ և երեք էշից բացի ուրիշ ոչինչ չեն ունենում։ Եվ ահա ավագ եղբայրը առանց մտածելու թե վերջն ինչ կլինի, որոշում է իր էշը ծախել։ Նստում է էշն ու ճամփա ընկնում։ Շատ է գնում թե քիչ, վերջապես հասնում է մի իշխանի դաստակերտի։ Իշխանը տեսնելով էշի վրա նստած մարդուն, ծառաներին ուղարկում է իմանալու, թե այդ մարդն ինչու է եկել և ինչ է ուզում։ «Ուզում եմ էշս ծախել», ասում է ավագ եղբայրը։ Ծառաները վերադառնում են և իշխանին հայտնում, թե այդ մարդն իր էշն է ծախում։ Այդ ժամանակ իշխանը աղքատին կանչում է իր մոտ և ասում. «Եթե դու կարողացար մի այնպիսի բան պատմել, որ ոչ տեսած լինեմ, ոչ էլ լսած, քո և էշիդ քաշով մեկ ոսկի կտամ, եթե ոչ, էշդ ձեռքիցդ կառնեմ»։ Աղքատը ոչ մի բան չի կարողանում հորինել։ Իշխանն էլ վերցնում է նրա էշը։ Խեղճ մարդը կսկիծից արտասվում է և վերադառնում տուն։ Այստեղ միջնեկ եղբայրը մտածում է, որ ինքը կարող է գլուխ անել և իր էշը հարմար գնով ծախել, ուստի և ճամփա է ընկնում։ Նա էլ է հանդիպում նույն իշխանին և չկարողանալով պատասխանել նրա հարցերին, դառը արտասվում է ու դատարկ ձեռքով վերադառնում տուն։ Կրտսեր եղբայրը, որի անունը Ջիր էր, խղճում է եղբայրներին և որոշում է վաճառել իր էշը։ Ջիրն էլ է հանդիպում նույն իշխանին, իր եղբայրներին թալանող իշխանին։ Իշխանը նրան նստեցնում է, բեղերը ոլորում և ասում. «Երկու հիմարների ես արդեն խրատել եմ, ահա երրորդն է շնորհ բերել։ Ասա, ուզում ես էշդ ծախել»։ «Հա, ուզում եմ», պատասխանում է Ջիրը, «դրա համար էլ եկել եմ»։ «Դե լավ», ասում է իշխանը, «ես քեզ քո ու էշիդ քաշով ոսկի կտամ և որպես վերադիր երկու էշ էլ կնվիրեմ, որոնց այստեղ են թողել քեզ պես խելոքները, բայց իմացիր, եթե դու չկարողացար պատմել մի այնպիսի բան, որ ոչ լսած լինեմ, ոչ տեսած, ոչ միայն փող չես ստանա, այլ քո էշից էլ կզրկվես»։ Ջիրը իսկույն գլխի է ընկնում, որ իր առջև հենց այն չարագործն է, որ խլել է իր եղբայրների էշերը։ «Ինչու՞, ինչ է, դու կարծում ես ես չեմ կարող», ասում է նա իշխանին, «դե լսիր. ես հովիվ էի, գարնանը հոտս քշում էի դեպի սարերը, բայց ավելի շատ որսորդություն էի անում, քան հոտիս նայում։ Մի օր դեռ լույսը չբացված արթնացա, վերցրի հրացանս, գնդակի ու վառոտի պաշար վերցրի ու գնացի որսի։ Ժայռերի վրա մագլցելով շատ դեսուդեն ընկա, բայց և այնպես ձեռքս բան չընկավ։ Վերջի վերջո հոգնեցի և ուզեցի հանգստանալ։ Հենվելով մի ապառաժի, նստեցի, հրացանը ոտքերիս արանքը դրած փոքր-ինչ ննջեցի։ Հետո ինչ-որ սուլոցից արթնացա։ Աչքս դեռ չբացած նայեցի վեր ու տեսա դեպի ինձ խոյանում է մի թևավոր հրեշ։ Դեռ ուշքի չէի եկել, երբ այդ հրեշը արագ մոտեցավ, ճանկեց ինձ հրացանիս հետ միասին ու վեր սլացավ։ Ծպտուն անգամ չկարողացա հանել։ Երկար ժամանակ մենք թռչում էինք լեռների վրայով։ Վերջապես հրեշն իջավ մի բարձր, բայց մի փոքր հարթ ժայռի վրա։ Ինձ շպրտեց մի չոր քարի, իսկ ինքը նստեց քիչ հեռու գտնվող ժայռի կատարին և աչքերն ինձ վրա սևեռելով սկսեց կցով մաքրել փետուրները։ Պառկել էի ու վախից չէի կարողանում շարժվել։ Զգուշությամբ նայեցի շուրջս ու տեսա ինձնից առաջ հրեշի խժռած մարդկանց ոսկորներ։ «Ախ, ինչ դժբախտ եմ», մտածեցի ես, «քիչ հետո իմ ոսկորներն էլ կավելանան դրանց վրա»։ Այնուամենայնիվ ինձ չկորցրի և սկսեցի նայել հրեշին։ Որոշեցի,
հենց որ գլուխը շուրտ է, հրացանով կրակել։ Մինչ ես մտածում էի, հրեշը թևերը թափահարեց ու գլուխը շուռ տվեց։ Ես նշան բռնեցի ուղիղ նրա կրծքին ու կրակեցի։ Հրեշը ծղր տալով ընկավ ու սատկեց։ Ես վեր կացա ու բարձր ժայռի վրայից նայեցի շուրջս։ Ընկել էի ժայռերի մի այնպիսի բարձրության մեջ, որտեղից իջնել անհնար էր։ Եվ ինչ պատահեց հետս։ Չգիտես։ Դե լավ, կպատմեմ, ասում է ջիրը։ Ժայռերից ներքև հեռվում փայփլում էր արևի ճառագայթներով ոսկեզօծված մի գետակ։ 4 կողմս քարեր էին, ապառաժներ, իսկ կենթանի շունչ չկար։ Սկսեցի մտածել, թե ինչպես ազատվեմ այստեղից, եւ վերջապես որոշեցի։ Հրեշին մաշկել, մտնել նրա մորթու մեջ եւ թևերի օգնությամբ ցած թռչել։ Վերցրի դանակը, հրեշին մաշկեցի, փռեցի արևի տակ, որպեսզի չորանա։ Հետո մորթին հագա եւ սկսեցի թռչելու փորձեր անել։ Դա այնքան էլ հեշտ բան չէր, բայց շուտով վարժվեցի ու թռա ցած։ Վախից քիչ էր մնացել հոգիս բերանիցս դուրս գար, բայց լավ էր, որ կոկորթումս մնաց։ Վերջապես իջա գետին։ Դեն նետեցի հրեշի մորթին եւ շտապեցի տուն։ Վրա հասա ճիշտ այն պահին, երբ ընտանիքս սև էր հագած ինձ էր ողբում։ Երբ սկսեցի պատմել գլխիս եկածը, ոչ ոք չէր ուզում հավատալ։ Պատմածները սուտ էին համարում։ Այն ժամանակ ես նրանց ցույց տվի հրեշի մի փետուր, որ վերցրել էի ձեռնափայտի փոխարեն։ Այդ որ տեսան, շատ զարմացան ու աղ քաշեցին։ Ահա թե ինչեր են եկել գլխիս։ Այսպիսի բաներ դու երևի երազումդ էլ չես տեսել։ Այո, ճիշտ է, համաձայնեց իշխանը։ Հիմա լսիր, թե հետո ինչ պատահեց, շարունակում է ջիրը։ Գյուղացիներից մեկը մի մեծ մեղվանոց ուներ, բայց չէր պատահել, որ նրա մեղուներից սատկեին կամ կորչեին։ Օրերից մի օր մեղուներից մեկը գնում է բերքի եւ այլևս չի վերադառնում։ Ինչ պատահեց նրան։ Ինչու չվերադարձավ, մտածում էր մեղվապահը։ Հետո ձին թամբեց ու դուրս գնաց որոնումների։ Թափառում մի ամբողջ շաբաթ ու մի օր էլ տեսնում է մի խումբ անծանոթ մարդիկ մեղվով վար են անում։ Գութանի մի կողմը լծել էին մեղվին, որից ջրի պես քրտինք էր վազում, իսկ մյուս կողմը 5 զույգ գոմեշ։ Մեղվապահը այդպիսի դաժանության եւ անխղճության համար այդ մարդկանց հայհոյում է ու մեղվին արձակում։ Հետո ընկույզի յուղ է ճարում եւ քսում նրա լծափայտից տրորված վզին։ Հաջորդ օրը նա նորից է անցնում նույն տեղերով եւ հանկարծ տեսնում է մի ընկուզենի, հասած ընկույզներով բեռնավորված։ Պարզվում է, որ մեղվի վզին ընկույզի յուղ քսելիս մի քանի կաթիլ ընկել էր գետնին եւ մեկ գիշերվա մեջ այսպիսի մեծ ծառ էր աճել։ Մեղվապահը գետնից մի հողակոշտ է վերցնում եւ շպրտում է ծառին, որպեսզի մի քանի հատ ընկույզ ցած գցի։ Բայց հողակոշտը մնում է ծառի խիտ ճյուղերի արանքում եւ այդպես էլ նա չի կարողանում ընկույզ ուտել։ Այս ամենի մասին լսել ես։ Եթե լսել ես, ապա ինքդ շարունակիր, ասում է իշխանին ջիրը։ Բայց իշխանը ստիպված էր խոստովանել, որ այդ պատմությունը շարունակել չի կարող։ Դե լավ, դե լսիր հետո ինչ պատահեց, ասում է ջիրը։ Բարակ անձրև է մաղում։ Մեղվապահի շպրտած հողակոշտը դառնում է մի ամբողջ դաշտ եւ փռվում ծառի գագաթին։ Մեղվապահն առանց դես ու դեն ընկնելու այնտեղ ցորեն է ցանում։ Երբ ցորենը հասնում է, նա վերցնում է մանգաղն ու գնում արտը հնձելու։ Բայց արտի մեջ մի խոզ էր մտել։ Մեղվապահը մանգաղը շպրտում է խոզի վրա, որը կպչում է նրա հետևի ոտքին ու էլ պոկ չի գալիս։ Խոզը մանգաղը ոտքին սկսում է արտի մեջ դես ու դեն վազել եւ փախչելու տեղ չունենալով հնձում է ամբողջ արտը։ Իսկ մեղվապահը նրա ետևից հազիվ էր հասցնում խրձերը կապել։ Եվ այսպես նա լրիվ հավաքում է ցորենի բերքը։ Իշխան,
Դե հիմի ասա, այս բոլորի մասին որևէ բան լսել էիր։ Դե չէ, չեմ լսել, պատասխանում է իշխանը անզորությունից սրտնեղած։ Այդ դեպքում լսիր շարունակությունը, ասում է Ջիրը։ Նախանցյալ տարի Սարի լանջին եգիպտացորեն էի ցանել։ Այնպիսի եգիպտացորեն աճեց, որ ցողունի վրա մի մարդ ազատ կարող էր բարձրանալ։ Այնպիսի կողրեր ուներ, որ նրանցով կարելի էր արջ խլացնել։ Բայց այստեղ գործս ձախ գնաց։ Ամեն տարի վայրի խոզերը ուտում էին եգիպտացորենը և կճղակներով տրորում ամբողջ արտը։ Դրա համար ես միշտ գնում էի արտը հսկելու։ Արտերից մեկում հոլիկ էի սարքել, իսկ մյուսում խարույկ էի վառում։ Մի անգամ, երբ արտ էի պահում, հանկարծ աղմուկ ու խշխշոց լսվեց։ Տեսա մի մեծ վարազ դուրս թռավ։ Ժանիքներով նա կտրում էր եգիպտացորենի ցողունը և ուտում կողրերը։ Որսի հրացանով նշան բռնեցի ու կրակեցի։ Վազեցի հետևից, տեսնեմ վարազը չկա։ Այստեղ ես հիշեցի, որ տանը, երբ հրացանը լցնում էի, գնդակի փոխարեն լոբով լիցքավորեցի։ Մեկ էլ տեսնեմ, վարազը նորից մտավ արտը։ Նշան եմ բռնում ու նորից կրակում։ Բայց ով է տեսել, որ լոբով հսկա վարազ սպանեն։ Նա խռնչացրեց ու փախավ անտառ։ Հաջորդ տարին նույնը կրկնվեց։ Վարազը նորից եկավ եգիպտացորենը սխժռելու։ Մի անգամ գիշերով գնացի եգիպտացորենի արտը։ Այս անգամ ինձ հաջողվեց վարազին խփել։ Երբ հասա նրան, արդեն սատկած էր։ Սակայն այստեղ ինչ-որ տարօրինակ բան տեսա։ Ասա, ինչ տեսա։ Չգիտես։ Դե լավ, ինքս կասեմ։ Վարազը փաթաթված էր լոբու կանաչ ցողուններով։ Առավոտյան հարևանս մոտեցավ ինձ, գլուխն օրորելով ասաց. «Պարզվում է, որ այս վարազի վրա ինչ-որ մեկը հրացանից կրակել էր լոբով»։ Այդ ժամանակ ես հիշեցի, որ այդպիսի բան ես էի արել։ Հարևանիս հետ հավաքվեցինք, վարազի վրայի լոբին հավաքեցինք, կշռեցինք, պարզվեց, որ կես փութ էր։ Իշխան, երբևէ այսպիսի դեպքերի մասին լսել ես, հարցնում է Ջիրը։ Ոչ, չեմ լսել, երբեք չեմ լսել, բարկացած ասաց իշխանը։ Դու հաղթեցիր, գրողը քեզ տանի։ Չարությունից ու ջղայնությունից ամբողջապես կարմրած, իշխանը Ջիրին իր և էշի քաշով մեկ ոսկի տվեց և որպես վերադիր վերադարձրեց նրա եղբայրներից խլած 2 էշերը։ Պատանին ուրախ ու գոհ վերադարձավ տուն։ Բայց այն 2 էշերը, որոնք իշխանի մոտ կուշտ կերել էին և սաստիկ ծուլացել, բոլորովին չէին ուզում վերադառնալ իրենց հին տերերի մոտ և իհարկե շարունակել սոված ու ծարավ աշխատելը։ Եվ ահա ճանապարհին, երբ նստում են հանգստանալու, նրանք համոզում են իրենց 3-րդ ընկերոջը, որ միասին թավալեն գետնին և այլևս առաջ չշարժվեն։ Ջիրը նրանց քշում էր, շտապեցնում, սակայն ոչինչ չէր ստացվում։ Միթե էշերը ինձ չեն հնազանդվելու, ինձ, որ անգամ իշխանի հախից եկա, մտածում է նա ու դիմում այսպիսի խորամանկության։ Վազում է թփերի հետևն ու սկսում գոռալ։ Դարբին, հեյ, դարբին, ձողը դիր կրակին, թող մինչև առավոտ մի լավ շիկանա, թերևս էշերիս աշխուժացնելու համար դրանով կքշեմ։ Էշերը այս որ լսում են, վախենում են ու մտածում. Օ, չարժե ամբողջ գիշերը թավալ գալ, ավելի լավ է ճանապարհը շարունակել, ինչ լինելու է թող լինի։ Վեր են կենում ու ճամփա ընկնում։ Ջիրը վերադառնում է եղբայրների մոտ, հանձնում է նրանց իրենց էշերն ու դեռ բավականին էլ ոսկի տալիս։ Այդ օրվանից նրանք ապրում են հաշտ ու խաղաղ, առանց կարիքի, իսկ քմահաճ իշխանը սրտնեղությունից խելագարվում է և շուտով մեռնում։